Մալուֆը սուլում է, Նարեկը շվիով պատասխանում։ Աշխարհահռչակ ֆրանկո-լիբանանցի շեփորահար կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆի բացառիկ մենահամերգը Երևանում երկար կհիշի ոչ միայն Լեփլեցուն դահլիճի հանդիսատեսը, այլև 14-ամյա Նարեկ Սարգսյանը։ Սա երազանք էր իմ համար, որովհետև ես միշտ ուսումնասիրել եմ նրա երաժշտությունը, նրա ոճը եւ կյանքում չէի պատկերացնում, որ բախտ կվիճակվի նրա հետ նվագելը։ Շուրջ 3 ժամ տևած համերգի կեսից շվիահար Նարեկը կապանից բարձրացավ Երևանյան մեծ բեմ ու այլևս չիջավ։ Հուզված էր, բայց մինչև բեմ բարձրանալը։ Շատ էի հուզվել, բայց հենց բարձրացա բեմ, երաժշտությունը այդ հուզմունքը կարելի է ասել հանեց եւ միանգամից մտանք երաժշտության մեջ։ Աշխարհահռչակ երաժշտի Երևանյան համերգի մասին իմանալուց հետո անձնական նամակ է գրել, պատասխան ստացել, բայց մինչև վերջին պահը դժվարությամբ է հավատացել, որ տաղանդավոր շեփորահարի հետ նույն բեմում է նվագելու։ Պատանին 8 տարի է նվագում է, ոչ միայն շվի, այլև բլուլ, պկու, զուռնա։ Մալուֆի հետ նվագելը մեծ պատիվ ու փորձառություն է համարում։ Նա ընդամենը 14 տարեկան է, կենդանի համերգին իր հիացմունքը չէր թաքցնում Մալուֆը։ Հաճախ անշարժացած վայելելով հայկական ավանդական փողային այս նվագարանի հնչյունները Նարեկի կատարմամբ։ Նախապես պլանավորված 2 ստեղծագործություններ համատեղ նվագելով չսահմանափակվեցին, շատ իմպրովիզներ եղան, բայց ամենան հենց սուլոց շվի դուետն էր, որ հայտնվեց հազարավոր ներկաների սոցցանցերի էջերում ու նաև դաջվեց պատանի երաժշտի նոր սկսվող կարիերայում։ Նա միկրոֆոնը վերցրեց եւ սկսեց սուլել։ Փորձում է այդ ամեն ինչը շվի վրա արտահայտել հարց ու պատասխանով եւ ինձ թվում է շատ գեղեցիկ ստացվեց։ Պատանի երաժիշտը եւս մեկ մեծ երազանք ունի։ Կուզեմ նվագել Տիգրան Համասյանի հետ։ Միջին դպրոցն այս տարի ավարտող Նարեկը կրթությունը կշարունակի երաժշտական քոլեջում, ու ով գիտե, գուցե մի օր էլի բեմ բարձրանա Մալուֆի հետ, բայց արդեն նվագախմբի կազմում։ Կուզես իր նվագախմբի մշտական անդամ դառնաս։ Միանշանակ այո։ Իբրահիմ Մալուֆը Հայաստանում է Ոսկե ծիրան կինոփառատոնի եւ Ջազի հայկական ասոցիացիայի հրավերով, նաեւ կինոփառատոնի ժյուրիի անդամ է։ Համերգի ընթացքում անպատեհ պահի հայտարարվեց քաղաքապետի բեմելի մասին։ Դա ուղեկցվեց դահլիճից սուլոցներով։ Մինչև որ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե բեմում է Մալուֆին Ոսկե ծիրանի հատուկ վարպետ մրցանակը հանձնելու համար։ Ջազի արևելյան մեղեդիների դասական ու ժամանակակից ոճերի յուրահատուկ միաձուլմամբ հայտնի բացառիկ տաղանդով ու էներգիայով օժտված արտիստը, ինչպես ինքը ձևակերպեց, ամուսնացավ հայ հանդիսատեսի հետ, ստիպեց դահլիճին երգել, պարել, ռիթմիկ արձագանքել կենդանի կատարումներին։ Ավանդույթը չխախտելով եզրափակեց համերգը օղևու աղով, ցտեսություն ու մինչ նոր հանդիպում ասելով լուսավառ դահլիճին։
Համերգի ավարտից հետո անգամ միջանցքներում մալուֆ էր հնչում։